Ողջույն, այսօր պատրաստելու եմ շատ համեղ գաթա կեֆիրով, միջուկը լինելու է դարչինով և ընկույզով, շատ համեղ է ստացվում։ Վերցրել եմ 500 գրամ ալյուր, այստեղ քերելու եմ, կարող եք վերցնել կարագ կամ մարգարին, 200 գրամ, լավ քերիչով անցկացնում ենք։ Ստացվում է այսպես խորիզանման զանգված, այսպես այնքան ենք տրորում, մինչև դառնա խորիզանման զանգված։ Հիմա այստեղ ավելացնում ենք շաքարավազ 100 գրամ, փխրեցուցիչ 1 թեյ գթալ, 2 ձու եմ վերցրել, 1 դեղնուցը պահել եմ վրան քսելու համար, ավելացնում եմ այստեղ և կեֆիր 200 գրամ։ Հիմա խմոր ենք ունցելու, լավ խառնելով։ Ահա, հավաքեցի խմորը, այսպիսի փափուկ խմոր ենք ստանում։ Հիմա դնում եմ տոպրակի մեջ, դնում եմ սառնարանում 20 րոպե հանգստանա։ Պատրաստում եմ խորիզը, վերցրել եմ մոտ 120 գրամ ալյուր, այստեղ կավելացնեմ 200 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ վանիլին, կարագ, մոտ 50 գրամ է, հալեցրել եմ, հիմա լավ կխառնեմ, տեսեք, այսպիսի զանգված ենք ստանում և այստեղ կավելացնեմ ընկույզը, ես դանակով եմ մանրացրել, շատ մանր չեմ սիրում, մի քիչ խոշոր այսպես պետք է լինի։ Մոտ 250 գրամ ընկույզ եմ մանրացրած։ Լավ կխառնեմ։ Ըստ ցանկության կարող եք ավելացնել նաև դարչին, նայեք մանրացրած։ Ես մի մասը դարչինով եմ անելու։ Խմորը բաժանում ենք 2 մասի և կրկնակում ենք, ինչքան հնարավոր է լավ բացում ենք խմորը։ Խորիզը բաժանելու եմ 2 հավասար մասի։ Ձեռքերով այսպես գուշ տարածում ենք։ Եվ զգուշությամբ այսպես ռուլետի տեսք ենք տալու։ Փաթաթելուց հետո մի փոքր այսպես կրկնակով հավասարեցնում ենք։ Կսում ենք ձվի դեղնուցը, ես մի փոքր ջուր եմ ավելացրել։ Պատառաքաղով գեղեցիկ նախշեր ենք անում այսպես։
կարող եք եւ չանել։ Ընկույզով է մի քիչ պատրվում է խմորը։ Եվ գեղեցիկ կտրում ենք։ Ջեռոցը նախորոք միացրեք 180 ջերմաստիճանում, թխվելու է մոտ 30-ից 35 րոպեում։ Սա արդեն երկրորդ խմորն է, դարչինով տարբերակը, վրայից այսպես ընկույզ եմ ցանելու։ Վերջ, արդեն պատրաստ է, ստացվել է անչափ համեղ և շատ գեղեցիկ, հոտը ամբողջ խոհանոցով բուրում է և ինքն էլ շատ փափուկ է ստացվել, տեսեք, ինչքան լավ է ստացվել, անպայման փորձեք այս բաղադրատոմսով, այսքանը բարի ախորժակ ցտեսություն։